Պարոն Պապոյան, վերջին շրջանում մի շարք տաքսի վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել եւ նրանք էլ այստեղ կառավարության դիմաց մեզ հայտնեցին, որ դուք նրանց նոր վարկեր եք առաջարկել, ինչ խնդիրներ այն կարող էր լուծել։ Ես վարկ չեմ առաջարկել մարդկանց։ Իրանք են ասել այստեղ։ Մեր սիրելի տաքսի վարորդները սխալ տեղեկատվություն են ձեզ փոխանցել կամ իրենց են սխալ տեղեկատվություն փոխանցել։ Ես ինչ եմ տեսել, ես էկոնոմիկայի նախարարն եմ։ Ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի օրինակ նախարարը չեմ, ես էկոնոմիկայի նախարարն եմ։ Որովհետեւ տնտեսությունը զարգանա, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան, եթե այդ մարդիկ օրինական գրանցված են, աշխատում են, կարողանան նաև վարկ վերցնել, կարողանան իրենց մեքենան լավացնել, ավելի լավ մեքենա, որ ավելի շատ փող աշխատեն, կարողանան տուն հիպոթեկային վարկով վերցնի, կարողանա իր ընտանիքի երեխայի կրթության համար վերցնի վարկ ու երեխայի կրթությունը լավացնի եւ ես հարց եմ բարձրացրել տարբեր պետական մարմինների եւ նաեւ այդ պլատֆորմների սեփականատերերի մոտ։ Եթե այս մարդիկ թափանցիկ աշխատում են, օրինական աշխատում են, հարկ են վճարում, իրենց եկամուտները երևում է։ Ինչի օրինակ, եթե մարդը ուզենա վարկ վերցնի, չկարողանա վարկ վերցնի։ Ես պատասխանել եմ, որ ի վերջո տարբեր քննարկումների արդյունքում եկել ենք նրան, որ պլատֆորմը կտա այդ ամբողջ, բայց բանկ ասել է, դե ես ինչ իմանամ ինքը աշխատում է, պլատֆորմն էլ ասել է, դե հա, մենք գիտենում ենք, բայց չենք փոխանցում բանկին, ասել եմ մատ իրար հետ աշխատեք, ezt ինֆորմացիան տվեք, որ եթե կլինի մեր որևէ քաղաքացի, ով օրինակ 400,000 դրամ ամսական ենթարենք եկամուտ ունի, կամ 300,000 դրամ։ Հիմա մենք կա չէ 300,000 դրամ աշխատող քաղաքացի, ով հիպոթեկային վարկ ունի կամ ավտովարկ ունի կամ տարբեր տեսակի վարկեր ունի։ Եվ եթե այդ նույն տրամաբանությամբ, եթե այդ մարդուն պետք լինի այդ փողը, ուզենա այդ փողը իրան պետք լինի, ինքը կարողանա օգտվել, այսինքն ես ընդհանրապես խոսել եմ հնարավորության մասին, ինչը էկոնոմիկայի տեսանկյունից լավ է, որովհետև եթե քաղաքացին օրինակ իր այդ եղանակով կարողանա իր Opel-ը փոխարինել, ենթադրենք Toyota-ի, բնականաբար ավելի լավ սերվիս է ինքը կարողանալու մատուցել, ավելի շատ եկամուտ է ստանալու, Opel-ը վաճառվելու, Toyota-ը գնվելու եւ այլն, այսինքն այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ շատ լավ տրամաբանական եւ նորմալ քայլ եմ արել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, օրինակ առողջապահական, իրանք հարց են բարձրացնում, կենսաթոշակի հարց են բարձրացնում, ստաժի հարց են բարձրացնում, դրանք կարեւոր հարցեր են, բայց այդ հարցերը էկոնոմիկայի նախարարի դիրույթում չեն եւ ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարական է տվել իմ մյուս գործընկերներին այդ մասով, նաեւ պարոն Թորոսյանին շատ կոնկրետ եւ ով զբաղվում է եւ պարոն Թորոսյանը զբաղվում է այդ հարցերով, որտեղ ինքը այդ ոլորտի պատասխանատուն է։ Այսքանը հարգելի գործընկերներ։ Պարոն Պապոյան, շեղվելով թեմայից, այսինքն գալով հիմնական խնդիրն է, երեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կենսաթոշակների վերաբերյալ եւ ձեր մեկնաբանությունը, որոնք քննարկումների տեղի կհետվել եւ ինչքան էլ դուք ճեպազրույցում փորձեցիք բացատրել այդ ամեն դեպքում տարբեր հարցեր է մարդկանց մոտ եւ քննադատություններ։ Ասում են ո՞նց եղավ, որ այսքան ամիսներ ասում էին հնարավոր չի, անգամ ասում էին պարգևավճարներ, եթե բոլորիս չտանք մեծ պարգևավճար, ընդամենը 1000 դրամով կբարձրան։ Եվ այսպես բազմաթիվ տնտեսությունն է դրա պատասխանը, հարգելի գործընկերներ։ Դեկտեմբերին դեռ արդեն գիտեն, որ այսքան աճ է եղել։ Չէ, դեկտեմբեր շարունակ էլի ասում են չի բարձրանում։ Այդ պնդումները միջև մենք քանի օրեր է եղել է։ Ես ամբողջ տարի տարբեր հարցազրույցներում մեր սիրելի լրագրողները սիրում են գնան ինչ-որ բաներ կտրեն։ Խորհուրդ կտամ գնան կտրեն, տեսնեն թե ես քանի անգամ եմ իմ հարցազրույցներում ասել, որ հաստատ մենք ունենալու ենք 5.1%-ից ավել տնտեսական աճ։ Հիմա էլ ուղիղ հայտարարում եմ ու ասում եմ, այն ինչ որ բյուջեում դրած է այս տարվա տնտեսական աճը, էկոնոմիկայի նախարարությունը ասում է մենք ունենալու ենք շատ ավելի բարձր տնտեսական աճ, որովհետև մենք տեսնում ենք ինչ քաղաքականություն ենք վարում, այդ մեր քաղաքականությանը ոնց է մեր բիզնեսը արձագանքում ու մեր երկրի զարգացման տեմպերը իզևի է։ Սա մեկ։ Հիմա այլս դրա մասին է 5.1% տնտեսական աճի ու 7.2% տնտեսական աճի մեջ մի 230 միլիարդ դրամ ավել համախառն ներքին արդյունք կա ձևավորված։ Այդ 230 միլիարդ համախառն ներքին արդյունքը օրինակ ձևավորում է իր համապատասխան հարկային ուրեմն միջոցների, որը դնում է դեպի ուրեմն մեր խնայողություններ։ Գումարած այս տարվա նայեք առաջին ամիսն է, ճիշտ է, շատ առաջին ամիսն է, բայց 7.6% ուրեմն տնտեսական ակտիվության աճ ունենք, այսինքն նորից պլանավորված
պլանավորածից ավելի բարձրով գնում ենք, ու մենք մտածում ենք, որ կհավաքագրվի ավելհարկային միջոցներ եւ տնտեսական աճի արդյունքը մենք ուղիղ վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես այս պարագայում 667,000 մարդու 10,000 դրամի տեսքով կամ հիմնականում 10,000-ի որոշներին ավելի քիչ։ Եվ թիմը առասել Ինչու մինչև վերջին օրերը չէին ասում, որովհետև բարձր եւ հակառակն են պնում, որ հնարավոր չէ։ Ճիշտ եք ասում։ Ճիշտ եք ասում։ Տարվա վերջին արդեն բարձր։ Անցել է արդեն հունվարը, փետրվարը արդեն վաղը մարտն է։ Տնտեսական աճը բարձ է եղել փետրվարի 20-ին։ Հարգելի լրագրողներ, փետրվարի 29-է վիճակագրության կոմիտեն հրապարակել տնտեսական աճը, սա մեկ։ Երկրորդը մենք խոսում ենք $200 միլիոն ավել ծախսի մասին, մոտ իմ հաշվարկներով մոտավորապես մեզ 74-75 միլիարդ դրամ փող է պետք լինելու տարեկան, որպեսզի դա ուրեմն այդ խնդիրը մենք կարողանանք լուծենք։ Դե ասեցի որտեղից, դրա համար դուք ինչու եք ասում, ինչու հայտարարեց վարչապետը 3, որովհետև մինչև 3 հələ դեռ հաշվում էինք, որպեսզի վարչապետին վերջնական ասեինք, որ կարող ենք։ Հենց հաշվեցինք, համոզվեցինք, որ կարող ենք, ասեցինք կարող ենք, դրա համար հրապարակեց։ Իշխանության առանցք։ Ասում են դուք օրինում եք մի խնդիր, հետո գալիս եք փրկում եք, այդ վիճակից հանում եք ժողովրդին եւ չի դերեք, հա, այսպես տանձնում։ Խոսքը նաեւ Veolia-ի հետ կապված նախորի հայտարարություններ, որ ասում էին չի լինի եւ այլն, եւ մի քանի ժամվա մեջ միանգամից Նիկոլ Փաշինյանը ես ուշադիր նայել եմ, միջամտել եք եւ լուծել եք։ Եվ ներողություն եւ ասում են չի բացառում, որ առաջիկայում էլ օրինակ շուկաներ փակեն, հետո Նիկոլ Փաշինյանը հայտնի փրկի այդ շուկայի եւ այսպես բոլոր նույնը հիմա իդեպ տաքսուներից քանի թեման եղավ։ Նույնը տաքսու վարորդների կապված ասում են այս ակցիաները պատահական չէ։ Իշխանության մատնել է խառը եւ այսպես տաքսիստների խնդիրները կարծիքով կլուծենք, պիտի լուծենք, ես գիտեմ, որ նաև հանձնարարությունը կա, եթե կա վարչապետի կողմից հանձնարարություն, ուրեմն խնդիրներ կլուծվի։ Ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա տեսեք, ախր մի քիչ մեր ընդդիմությունը ու մեր ընդդիմադիր լրագրողները լավ չեն աշխատում։ Լավ չեն աշխատում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողները լավ չեն աշխատում, բացատրեմ ինչի։ Veolia-ն 7 տարի շարունակ նույն հայտարարությունը տարածել է։ 7 տարի ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձրել։ 8-րդ տարին ընտրություններից առաջ ինչ որ մեկին դե ընդհանրում եմ, հիմա արդեն շատ են վճարում, բան դեպի բան գտնես, չէ՞, ման են գալիս։ Մի տարի առաջվա, 2 ամիս առաջվա, 3 տարի առաջվա հարցազրույցներ կամ հայտարարություններ, մեկ բան են գտես, ասում են Veolia-ն սենց բան է հայտարարել, բարձրացնում է 7 տարի է նույն բանը հայտարարում, բայց այդ իմաստով լավ էր։ Երբ որ հայտարարեցիք, մենք էլ հասկացանք, որ լավ բան չի, լավ հայտարարություն չի, եւ այո, կառավարության միջամտության շնորհիվ 24 ժամյա ջրամատակարարում է լինելու։ Այդ միջամտությունը ո՞նց է եղել օրինակ։ Ինչ ձև է։ Ասելա պետքա լինի 24 ժամյա եւ ասեք ինչ խնդիրներ կա, որ պետքա լուծվի, որպեսզի 24 ժամյա լինի, եւ կառավարությունը կլուծի այդ խնդիրները։ Ջրի կորուստը ո՞նց է գտնում։ Ջրի կորուստը նախ վերջին տարիներին ու ամեն տարի այդ թվում նաեւ այս տարի միլիարդավոր դրամների կառավարությունը ներդրումներ անում ենթակառուցվածքի մեջ։ Բայց երբ որ դու չես գողանում այդ գումարը տանում ես օրինակ ջրի ենթակառուցվածք ես կառուցում, հետո քեզ կարող ես նաև թույլ տալ, ասել քանի որ ես քո համար այսքան ենթակառուցվածք եմ սարքել, այսքան ջրագիծ եմ սարքել, սա եմ արել, դու էլ պետք պարտավոր ես ապահովել։ Veolia ջուրը ազգայնացնելու հարցը, ինչպես արդյոք έτσι է հաղթել։ Ես կարծում եմ, որ նախ այդ քննարկում չկա եւ ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն էլ երևի թե այս փուլում չկա։ Պարոն Պապոյան, եւ վերջին շրջանում ձեզ չեք նկատում, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննակ պատարագի մասնակցեք։ Ինչ է եղել։ Հիասթափվել եք։ Հիմա էլ լավագույն շրջանն է, պահքն է, լավագույն շրջանն է ապաշխարելու եւ մեղքերին թողություն տալու։ Ինչու չեք գնում։ Երկրի տնտեսության գործերը շատ են շատացել, նաև կիրակի օրերն ենք սկսել աշխատել, ամենայն անկեղծությամբ եւ երբեմն չենք հասցնում, եթե հասցնեմ, որևէ կիրակի չլինեմ աշխատանքի կգնամ, որովհետեւ վերջին շրջանում միշտ շաբաթ օրն ա եղել աշխատանքային, կիրակին ոչ, վերջին շրջանում կիրակին մասամբ դարձել է աշխատանքային։ Եվ պահեցողությանը դուք ինչ պահեցողությամբ զբաղվում եք հիմա թե
ես երբեք Այս չեմ բարենորոգման կոչեր եք չէ հողում, որ եկեղեցին պետք է բարենորոգվի եւ ձեզ համարում եք լավագույն հավատացյալները, գուցե ձեզանից սկսեիք։ Ավելի Նիկոլ Իսկ դա պարտադիր է։ Նիկոլ Փաշինյանը Կներեք, պահելը պարտադիր է, այսինքն մենակ բոլոր հավատացյալ մարդիկ պարտադիր պետք է պահեն։ Մենակ սննդային առումով չեք ասում, ընդհանուր։ Ես սննդայինից զատ ես միշտ եմ պահում։ Ես միշտ եմ պահում, որովհետև աճ ունեմ այդպիսի սովորություններ, բ ես կարծում եմ, որ մարդու համար նկարագիրը, հա, այդ ձեր նշած բարոյական եւ այլ, դրանք շատ կարեւոր են եւ այդ առումով բնականաբար բոլորս էլ կարող ենք ինչ-որ մի բան, ինչ-որ մի շրջան կամ ինչ-որ մի պահիկ միգուցե մարդենք, բայց առհասարակ վատ սովորություններ ես այդ առումով ես կարծում եմ, որ չունեմ եւ փառքաստություն եմ։ Այդ կապված մի փոքրիկ լրացում, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր դեռ հայտարարել նախորդ տարեվերջին աշնանը, որ մեծ հավաք էր այսպես հրավիրելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում, ինքն էր այդ սանդղակը սահմանել, որ պետք է պահած լինեն։ Ես այդ սանդղակի մեջ չեմ մտնում։ Պետք է Աստվածաշունչը կարդացնել դրա Աստվածաշնչի վստահ չեմ, որ հաստատ սկզբից մինչև վերջ ամբողջությամբ կարդացել եմ, բայց բնականաբար կարդացել եմ առանձին հատվածներ կամ դրվագներ, որոնք որ առանձին մեկնաբանություն են, չեմ պահել, այսինքն ես չեմ համարում, որ այդ սանդղակի մեջ մտնում եմ, ուղիղ ասեմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը Կիրակի մասնակցել էր պատարագի Սևանում եւ կանոնական պատարագը եղել չէր զեղչվել Վեհապարյան հարցեր առաջացան։ Նիկոլ Փաշինյանը այսինքն արդեն փոխել է իր Ես տեղեկացված չեմ ինչ բան, ես տեղեկացված չեմ, թե բանա զեղչվել է թե չի զեղչվել, դե լավ չի որ չի զեղչվել։ Բայց Նիկոլ Փաշինյանը մասնակցում է արդեն այդպիսի պատերազմի, դուք էլ մասնակցեք եւ չզեղչվեք։ Երևի չէ, ես մասնակցեմ այն պատարագներին, որտեղ որ զեղչվում են։ Որովհետեւ ես համարում եմ, որ մարդը ով իրավունք ունի իր սկզբանե դառնալ ամենայն հայոց կաթողիկոս, տեսեք օրինակ, նայեք, տեսեք, անկեղծ ասենք, էլի օրինակ ես ասենք կարող ես դու մարդկանց չընդունել։ Կարող ես չընդունել առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, վարչապետին, բայց օրինակ ակնհայտ է, որ չէ, քաղաքացի մարդը։ Տեսեք, չէ, որպես քաղաքացի, չէ, ինքը կարա ասի, ես օրինակ սիրում եմ այս մարդուն, չեմ սիրում, բայց օրինակ ես այդ մեր երկրի 4 ղեկավարներից մեկն է, որ չէր կարող լինել մեր երկրի ղեկավար։ Անկախ նայես դու ընդունում ես թե չէ։ Ակնհայտ է, չէ, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լինել երկրի նախագահ, որովհետև ինքը սահմանադրության այդ ցենզերին չէր համապատասխանում։ Հիմա նույն կերպ Կտրիչ Ներսիսյանը չի համապատասխանել այդ չափանիշներին, որպեսզի ինքը դառնա կաթողիկոս, սրա մասին է խոսակցությունը։ Ես բավականին քիչ մարդիկ եմ միացել եւ նաեւ հիշեք Հովանավանքում ձեր աջակիցներից նշեցին, որ 70%-ից ավելին հավաքվելու է Մայրաթորում, եթե գնան Վեհարանը Վեհապարից ազատելու, բայց հիշում ենք ընդամենը երևի 500-600 հոգի է միացել եւ նաեւ բարենորոգում կայքը, որ ստեղծել եք, ընդամենը 685 քաղաքացի է ձեզ միացել։ Ամբողջությունը 685-ն է։ Ես ասում եմ դուք մի բանի մասին եք ասում, օրինակ ես այդ կայքում չկամ։ Հիմա այսինքն եկել եք ինձ ասում եք, բայց ես եղավ չեմ միացել, կամ այդ օրը իսկ այդպիսի օր չի եղել, որ պետքա գնալ եւ ազատել Վեհարանը։ Այդպիսի օր եթե լիներ, ես վստահեցնում եմ ձեզ, որ ես կլինեմ այնտեղ։ Երբ եք պլանավորում, հայտնի չէ ձեզ։ Կասենք ելեք, իմանաք։ Մինչև ընտրությունները հնարավոր է այդ շարժումը ձևավորել եւ մինչև հավաքը եւ գնալ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում Վեհարանը։ Չեմ կարող ասել։ Կանք Չեմ կարող ասել։ Տեղյակ չեք, դուք չգիտեք, չեք ասել։